Հանուն հոր և որդու և ոգուն սրբու ամեն Քրիստոս հարյավ իմերելուց օրնյալ է արությունը Քրիստոսի մեզ և ձեզ մեծ ավետիս այսօր նորից շարունակում ենք 5-րդ մասը Քրիստոս հարյավ իմերելուց այդ շարքի որտև այնքան խոսելիք կա նյութը շատ է և քանի հարության տոները դեռ կան ուզում եմ շարունակենք և այսօր եկող 5 շաբթի կլինի համբարձման տոնը արդեն հիշում եք անցած անգամ խոսեցինք 12 մեղքերի մասին որ մեր սուրբ հայրերից գրում են Եղիշե վարդապետը և դրա համար որ այդ 12 մեղքերը ամբողջ աշխարհը աղբի մեջ լցրեցին և դրա համար Քրիստոս 12 առաքյալներ կարգեց որպեսզի գնան բժշկեն մաքրեն մեզ այդ աղբերից մենք անցած անգամ թվարկել ենք այդ մեղքերի շարքը և նաև այդ 12 թիվը ամենտեղ ուղեկցում է որ նայում ենք անգամ հետո մարդիկ այս գրողները վիպասանները էպոսագիրները վերցնելով այդտեղից սկսեցին առասպելաբանություններ գրել էլի իրանք մեջ մտցնում էին 12 թվի խորհուրդը ճիշտ է նրանք կենդանի Աստծու անսահման Աստծու փառքը թողած որ Տերը իր խոսքը տվել է իրանցից սկսեցին տարբեր տեսակի վեպեր առասպելներ գրել և ինչպես նաև կարգում էին տիտաններին 6 տիտաններ տիտանական բելը որ կար հզոր կոչվածները որ կային և 6 իրանց էգերը որ էլի 12 թիվներ դառնում որի պատճառով այդ բանից իբր թե իրանց գրելով երկիրը երկրայինը ինչ-որ կա ինչ-որ մեծ ոմը այդ երկրայինի մասին որ ոչ թե Աստված են անվանում, այլ տարբեր տեսակի բնական ինչ-որ բնությանը վերագրվող ինչ-որ մեծ ոմն և իրար մերձենալու հետ միասին ծնվում են այդ տիտանները իբր թե և նրանք նորից համեմատում են այդ 12-ի հետ, բայց ժողովուրդը որ ընկնում է այդպիսի բաների հետևից և ամբողջ երկիրը սկսում է պղծվել այդ աղբերով, մեղքերով, որտև կենդանի Աստծուն թողած, Աստծու խոսքը թողած, ընկնում էին մարդահնարար, մարդու կողմից հնարած, ես կասեի չարածին, տենց առասպելների, տարբեր ազգեր իրանց առասպելները ունեն, և դրա համար ամբողջ երկիրը մեր օրը պղծվեց, մարդկային օրը, աղբերով լցվեց, և նորից օրը բաժանվեց 12 ժամերի, էլի 12 թիվը ամենտեղ երևում է, հետո այդ օրով պղծվեց ամբողջ տարին, որ տարին էլի 12 ամիսների է բաժանված, ամբողջը պղծեցին, որովհետև փորձեցին երկրից, երկրայինները բարձրացնում էին երկինք իրանց աղբերը և ամբողջը լցնում էին հայություններով և տեսակ տեղած պիղծ աղբերով և դրա համար աշխարհն էլ 12 մասերի բաժանվեց ու այդ արյունն էր հոսում չերևացով և ոչ միայն եթե երկրայիններովս մենք երկիրը պղծեցինք և երկրայիններով էլ երկինքն են պղծվում երկրայիններից էլ գիտենք չարը իր հրեշտակների կողմով նաև տեսակ աստղագուշակներներ նայելով երկնքին, նայում էին աստղերին, արեգակին, սկսում էին մոգոնել իրանցից դուրս բաներ և նորից ոնց որ անընդհատ աղբերի հետ լցվում էր ողջ երկիրը և իրանք էլ իրանց աղբը բարձրացնում էին երկինք և դրա համար Քրիստոս եկավ առաքյալներին տվեց 12 առաքյալներին որպես բժիշկներ, որ իրանց տեսնելով անգամ Սուրբ Հոգուն ես տեսնում, որ բժշկեին այդ մարդկային
կեղտից։ Հիշում եք այն կնոջը, որ 12 տարվա տեղատեսությամբ հիվանդ էր, որ տարբեր աշխարհի բժիշկների մոտ էր գնացել, մի փոքր բուժվել էր, բայց վերջը ոչ էլ բուժվել էր, եւ ինքը բռնեց, դիպավ Տիրոջ հանդերձից։ Եվ Տերը ասեց, այսով էր, որտեղ զորություն գնաց ինձնից։ Խորհուրդ կար, բայց այդ ոչ թե հանդերձին կպավ միանգամից բժշկվեց, այսինքն ինքը հավատքը ունեցավ, հավատաց, երբ որ հանդերձին էլ դիպչեց, զգաց այդ զորությունը Սուրբ Հոգու եւ տեսավ Աստծո որդու աստվածությունը։ Միանգամից այդ հավատքի եկավ այդ կինը եւ դրա համար բժշկվեց ամբողջովին եւ ընդունեց Տիրոջը։ Եվ հիմա ոչ թե աշխարհի մարդիկ սա վերաբերում էր ոչ թե միայն այդ առանձին կնոջը, դա խորհուրդ էր այդ 12 տարվա տարատեսությամբ հիվանդությունը որ կար, դա խորհուրդ էր ողջ աշխարհի ժողովրդի հիվանդությունը, որ պետքա ոչ թե հանդերձից բռնենք, այլ Սուրբ Հոգուն, Տիրոջ ուղարկված առաքյալների միջոցով, որ հավատան առաքյալներին եւ փառվեին նրանց եւ Սուրբ Հոգին կգար կերևար, իրանք կընդունեին այդ հավատքը Աստծո որդուն, որպես Աստված ընդունեին, որտեղ ինքն էր, որ կար, Տերն էր եւ Աստված։ Եվ դրա համար մինչև այսօր ով որ բռնում է այդ առաքյալների, ավետարանիչների, Տիրոջ աշակերտներին հավատքով, որ ընդունում է մեր Տիրոջը որպես Տեր եւ Աստված, Սուրբ Հոգին օգնում է եւ իրանք շփվում են Սուրբ Հոգու հետ եւ զորացնում է եւ շնորհներով լցվում է եւ ախտերից մաքրում է, որպեսզի մաքուր անոթ լինենք մեր Տիրոջ։ Նաեւ էլի 12 խորհուրդները կային Հեսուի գրքում, երբ որ Հեսուն Հորդանանով տապանակը անցկացնեին, երբ որ ջրերը բաժանվեցին, որ անցկացնեին, հատակին ասեց 12 քարեր դրեք։ Հակոբի որդիները 12-ն էին էլի, 12 ցեղերը, որ տարածվեց ամբողջ մարդկային ցեղը, որպեսզի էլի Աստծո ծառաներ լինեին, Աստծո զավակներ լինեին, բայց ինչպես տեսնում ենք, բոլորը խոտորում են այդ ճանապարհներից, հետաքրքիր խորհուրդ կար Հեսուի մեջ, որ դրեցին Հորդանանի հատակին 12 քարեր եւ հետո ասեց ուրիշ 12-ն է վերցրեք, որ տարան դուրս արդեն, որ դրեցին տապանակի համար այդ խորանը սարքեին, որ մնար։ Եվ ջրերը ծածկեցին են դրված, երբ որ Հորդանանի հատակին դրել էին, եւ ասում եմ մինչեւ այսօր ջրերի տակ այդ 12 քարերը կան։ Խորհուրդներ էլի, որտեղ հիշում եք ուրիշ հայրերից որ խոսում ենք մի ժամանակ, որ երբ որ Հակոբը երաս տեսավ, որ սանդուղքը երկինք էր իջնում ու բարձրանում էին հրեշտակները, խորհուրդ էր էլի, էլի 12 առաքինություններ ընդեղ նշեցինք, նշում էին հայրերը, այստեղ 12 մեղքերի պատճառով գլորվեցինք ախտերի մեջ, 12 առաքինություններով բարձրացնում է երկինք եւ հետաքրքիր նա էր, որ ովքեր երկնքում էին շպրտվեցին, ընկան մինչև խորը հատակ իրանց մեղքերի պատճառով եւ շատ մեղավորներ, որ մաքրվեցին մեղքերից, բարձրացան երկինք։ Եվ այդ 12 քարերի խորհուրդն նաեւ դա էր, որ այդ ազգատոմի ղեկավարները, ազգատոմերի Հակոբի մնացին ջրի տակ մեղքերի պատճառով։ Ու երբ որ սրբվածներն էր 12-ներ տարավ դրեց խորանին, որպեսզի տապանակը դրվեր։ Միշտ 12 թիվը ամենտեղ Սուրբ գրքում սենց ուղեկցում ու տանում է։ Եվ նաև որպեսզի այդ Սուրբ Հոգու հետ շփվելը լինի, տարածեցին ոչ միայն առաքյալները, այլ նաև մարգարեները, Աստծո բոլոր մարդիկ, ովքեր Տիրոջ խոսքը կենդանի տարածում էին ամբողջ աշխարհում մեկ։
Հետո հետաքրքիր մի դեպք էր էլի, առաքյալներից, երբ որ Քրիստոսին բռնեցին, հա, խաչեցին, տարան տանջանքների, հուսահատված առաքյալները, որոնցից Պետրոսը, Թովմասը, Նաթանայելը, Հակոբոսը եւ եղբայրը Հովհաննեսը եւ էլի երկու առաքյալներից գնացին Տիբերիա, թողեցին ու փախան։ Գնացին նորից ձգնորսություն անելու։ Դա շատ հետաքրքիր բան է, ասում են, տեսեք, Տերը որ եկավ իրանց սկզբից ասեց, եկեք իմ հետևից, դուք մարդկանց որսոց պետք է լինեք, ոչ թե ձկների։ Բայց իրանք տրտմած, նորից գնացին իրանց հին հորերից ժառանգած արվեստին, ձկնորսությանը, իրանց նավակներին, եւ այստեղ ասում է, բայց ես եկա խաչը, որ տա իրանց իմ խաչը կրեն, որ իրանք տարած էին ամբողջ աշխարհում, նորից գնացիք ձեր հին արհեստին, այսինքն նորից գնում ենք մեր մեղքերին, այս աշխարհից կառչված ենք եւ Պետրոսին, այս մեր Եղշե վարդապետի մեջ ասում, Պետրոսին ասում է, հերիք չի դու գնում ես, դու էլ գլուխն ես, քո հետ էլ առաքյալներին ես տանում, այս լուծը, այս խաչը թողել եք հողի մեջ իմ խաչը հողի մեջ չի մնալու, դուրս է գալու, ինչպես գիտենք այդ խաչի պատմությունները, ոնց են գերեզմանից հանում, կանգնեցնում, ու դրա համար հարությունից հետո առավոտյան լուսաբացին Քրիստոսը մոտեցավ ծովեզրին, կանչեց ձայն տվեց իրանց, իսկ իրանք գնացել էին ձուկ բռնելու, բայց ձուկ չէին բռնում, ամբողջ գիշեր։ Հետաքրքիր խորհուրդ էր, երբ որ ինքը ձայն տվեց, ասեց գցեք ձեր աջ կողմը, բայց արդեն լուսաբաց մոտենում էր, այդտեղ շատ հետաքրքիր խորհուրդ էր, երբ որ հենց այնպես չի ասում, ամբողջ գիշեր բռնում էին, եթե գիշերի մեջ ես ոնց կարաս կենդանի կյանքի կերակուր բռնես, իսկ երբ որ Քրիստոսը մոտեցավ ափին, լուսավորվեց, որտեղ էլի ծննդոցում ասում է լույսը խավարումը լույս է տալիս, ավելի ճիշտ նոր գտակարանում, Հովհաննես ավետարանի մեջ, երբ որ լույսը Քրիստոսն էր եկավ, լուսավորվեց ու ասեց գցեք ձեր աջ կողմը, որ կանը, աջը հոգևոր խորհուրդն է միշտ, ձախը աշխարհիկն ու մարմնավորը, կյանքի կերակուր միայն հոգևորով պետք է բռնես, ու երբ որ գցեցին այդ մեծ ձկները բռնեցին, լցվեց ամբողջը, ու հետո եկան, արդեն ճանաչեցին Տիրոջը, ու նոր թողեցին ու գնացին ավետարանը քարոզելու, որ մարդկանց որսան, ոչ թե ձկներին։ Բայց նույնն է, որ համատում ենք մեզ սովորական մարդկանց, մեր մեղավորներին, նույնն է, միշտ հավատքը ոնց որ ստացանք, մի քիչ sense աշխուժացանք, բայց հետո նորից գնում ենք մեր աշխարհիկ ձկնորսությանը։ Ամեն մեկը իր գործին, իր հոգսերը, էլի ոնց որ մոռանանք, անընդհատ ոնց որ Տերը հաուզում է սթափեցնի, որ եկեք իմ լույսը քաղցր է, ձեր ամեն մեկը ձեր խաչը կրեք, խաչը թողում եք հողի տակ, գնում եք նորից ձեր հոգսերին։ Ու մարդկությունը գրեթե չէր փոխվում, անընդհատ նույն վիճակն է լինում, եւ շատ քչերն են, որ ուզում են այդ խաչը կրեն Քրիստոսի սիրո համար, որտեվ ով որ խաչը սիրով վերցնում է Քրիստոսին, որպես Տեր եւ Աստված ընդունում է իրապես հոգով, սրտով, փափագում է միշտ անընդհատ դրան, իր համար այս աշխարհի ամեն բան դառնում է ունայն ու փուչ եւ սին եւ ինքն գնում է Քրիստոսի հետևից։ Բայց Քրիստոս շատ հետաքրքիր է, ինքը չի թողում, որ զրկվես շատ բաներից։ Երբ որ գնում ես իր հետևից, ինքս ավելիով քեզ տալիս է, ու շատ հեշտությամբ, որ դու չես էլ մտածում դրա մասին, որ անգամ հոգս չպետք է տանեինք այդ բաների մասին, ասում է ձեր հոգսերը գցեք ինձ, ես կանեմ սա, բայց ինք ուզում ենք սիրով գնանք, սկսենք հոգևոր ձկները բռնենք, ոչ թե աշխարհիկ ձկները,
մարդկանց, այսինքն մարդկանց հոգիները դեպի փրկություն ուղղորդելու։ Եվ հետաքրքիր է այդ զրույցը, որ նոր գիտականում չկա, բայց հայրերը գրում են, էլի, շատ հետաքրքիր են գրում։ Ասում են, ինչ ես խոսում, Տեր իմ Պետրոս, ծովի զերքին ես նստում, ծովի մասին ես հոգում, մակույկդ ես նորոգում, գնանք ասում ես ձուկ բռնենք։ Տեսնում ես, այդ ասելով նույն բանն է սովորեցնում մյուս առաքյալներին ևս։ Իսկ նրանք պետք է քո հետևից գնային, որովհետև ուր միտքն եք ամենում, ոտքերը այնտեղ են գնում։ Իսկ միտքը գլխում է, եւ աշակերտների գլուխը դու ես, եւ դու ասում ես գնանք ձուկ բռնենք։ Եվ ինչ կլսես նրանցից, միայն այն, թե մենք ենք քեզ հետ ենք։ Ահա գեղեցիկ է ձեր թիվը, 7-ն էին, որ գնացել էին, եւ էլի 7-ը այդ ամբողջ տարերի 7000-ամյակի լրման խորհուրդներ էլի, ասում բա ով է իմ խաչը հողի տակից հանելու, թողել եք, փախել եք։ Եթե վախենում եք Հրեաստան գնալ, քանի որ այնտեղ են Աննան, Կայափան եւ ողջ դառնաշունչ ժողովուրդը, թույլ տվեք այդ բանում էլ չեմ մեղադրում, այնտեղ է մեծ Հակոբոսը, որ մնաց։ Հակոբոս դյարին եղբայրը, ով ամեն առաքինություն ունի։ Շտապիր դու Պետրոս, ու տենց առաքյալներին նորից մի հատ սթափեցնում է, լցվում են նորից Սուրբ Հոգով, որտեղ ինքը փչեց այդ Սուրբ Հոգին, տվեց այն հանդերձից, որ բռնեց կինը, որ Սուրբ Հոգով զորացավ, իրանց արդեն Տերը տվել էր, փչել էր, որ Սուրբ Հոգին ստացան, պետք է գործեին միշտ դրանով, որտեղ մինչև դա արդեն ինքը երևացել էր տան մեջ, որ փչեց եւ Սուրբ Հոգին ստացան։ Ու կամ ասում չեք հիշում, որ դևերն էլ էին ձեզ հնազանդում, որ երկու ուղարկեց, գնացին տարբեր տեսակ մարդկանց եւ բժշկություններ, զարմացած եկան, որ ասում դևերն էլ էին հնազանդում, մեջից դուրս էին գալիս։ Եվ համեմատում ենք միշտ, ամեն մարդ համեմատում է իր ապրած ժամանակի հետ։ Այսքան դա արդեն Քրիստոսից 2000 տարին որ անցել է, 2 օրը, ամեն օրը 1000 տարի որ նշվենք, եւ 7-րդ հազարամյակն է արդեն, որովհետեւ 5000 տարի Ադամը դժոխքում էր, եւ Քրիստոսից հետո 2000 տարին անցավ 7 հազարամյակն։ Եվ կարծես թե հոգով զգաս, որ աշխարհի վերջի տարիներն են, օրն ու ժամը Աստված գիտի, Հայրը դրել է իշխանության մեջ, բայց ամեն ինչ կատարվում այսօր, զգում ես, որ շունչն է այդ վերջի, որտեղ բղծությունները այնքան շատ են, որ միայն Տերը պետք է գա եւ այս ախտ վիճակից հանի։ Ով ցանկանում է դուրս գալ, նրան կհանի։ Ով ձգտում է դրան, Աստված կհանի։ Ով փափագում է Քրիստոսին, Աստված կփրկի։ Բայց նրանք, ովքեր հակառակում են, չեն ընդունում, ինչը փրկի։ Որ նայում ես այսօր մեր ժողովրդին, ահավոր վիճակ է, առավոտը նենց մի դեպք եղավ, ոտքով եմ դե միշտ գալիս, շատ տխրեցի, չեմ ուզում ասեմ ստեղ, հետո կասեմ, ու մեր վիճակի է այս ժողովրդի այդ ահավոր մեղքերի մեջ լինելն է, որտեղ քաղաքում քայլեք, հայհոյանքները, անպակաս ականջները, եւ դրա համար ասում ձեր այդ 12-ը, որ թաղվեցին ջրի տակ, 12 թիվը,
որովհետև ասում է իրանց բերանները այդ պղծություններն էին դուրս տալի, ականջները սիրում էին պղծությունները լսելը, աչքերը սիրում էին այդ պղծությունները տեսնելը, ու ամբողջ մարմնով այդ մասերը սիրում էին այդ պղծությունները, դրա համար ամբողջ աշխարհը այս ախտերով լցված է։ Դեռ միջին դարերում մեր հայրերը գրում են, վայ մեր ազգին, որ արևմուտքից ժողովրդավարները գալիս են, որ մեր ազգը գործ անեն։ Այսօր հենց այդ օրն է նորից, ոնց է ժողովուրդը սիրում արևմուտքը։ Էլ չեն ասում, ձեր ամբողջ արևմուտքը սաղ պղծություններով լցված է, իրանց սուտ մարդկային իրավունքների օրենքներով, այնպիսի օրենքներով, որ երեխաներին պղծեն, և դրա համար ինչի պիտի փրկի մեզ Աստված, չէ պիտի ծեծ ուտենք, որտև ահավոր մեղքերի մեջ ենք։ Ու մարդիկ սենց բաժանվել են մաս-մասի, մեկը ձգտում է պիղծ արևմուտք, արդեն մի մասը ձգտում են թուրքեր ու ադրբեջանցիներ, որ արդեն մեր մտքից էլ ավեր, տես բան ոնց է ձեր մտքով անցնում, թեկուզ մի մասն է Ռուսաստան, որ էլի ամբողջ աշխարհը պղծություններով ու բաներով տարածված է, բայց չեն ասում, մեր միտքն ու հոգին պիտի ուղղված լինի դեպի Հիսուս Քրիստոս, ինքը կտնօրինի, թե ոնց լինի, երբ որ մենք խնդրենք Աստծուց, այս ամեն ինչը չարի ստեղծած բաները, թե կուսակցություններ, թե ընտրություններ, սուտ բաներ են, բայց այդ չի նշանակում, որ կտրված ենք էլի, որ գնանք և չարը ընտրենք մենք ընտրությունը, պիտի խորագետ լինենք և Աստված պիտի ուղեկցի, խնդրենք միշտ Աստծուն, եթե Աստծու կամքը չի անգամ չգնալը, պետք է չմասնակցես այդ պիղծ շարժումներին, եթե հստակ ցույց տա ում, Աստծու կամքն է, թող լինի։ Ճիշտ է, չիմանալով եթե անում ես, դեռ տենց մեղքի մեջ չես ընկնում, որ չմաքրվես, բայց ուրիշ է, որ առաջի անգամ, հետո նույնը երկրորդ անգամ, հետո նույնը երրորդ անգամ, գրեթե ներում չի լինելու, ոչ մեկին, և անգամ իրանց բարի գործերն է կմոռացվեն, որտև իրանք իրանց ձեռքով, իրանց բարի գործերը ախտով լցրեցին ու պղծեցին։ Դրա համար միշտ աղոթքով լինենք, խնդրենք միշտ Քրիստոսին, 1, 2, 3, ինչքան շատ այնքան լավ, որ մեզ այս վիճակից ոտքի կանգնեցնի, որտև Աստծու կամքը մենք միշտ սխալվել ենք, միշտ։ Տեսեք, վերցնեմ հին հեղափոխություններից, հոկտեմբերյան Լենինի հեղափոխությունը, էլի մեր մոտ մենք շատ թույլ ենք այս աշխարհիկ քաղաքականության, մենք ամեն ինչում ենք թույլ։ Որոշ են անատները, որ ի Քրիստոս էին, բարձր հայրեր եղան, որ դարձան ամենաբարձրերը, առաքինությունների գագաթներ են, իսկ աշխարհիկ առումով ընդհանրապես չկանք։ Մենք տեսեք այն ժամանակ էլի կուսակցություններ կային, դաշնակներ կային, մյուսը կար, չէին ուզում այդ սովետ միության կազմից ապստամբում էին, բայց ինչ եղավ այդ թուրքերի քաղաքականությունը, ինչքան իրանք միշտ աշխարհում ինչ վարժեն ու այնպես քաղաքականություն են վարում, որ մի շահ են բոլոր կողմերից։ Շուտ մտավ Ադրբեջանը ստեղծվեց, ըստ թուրքերի, ջհուդների նայել, և մենք ինչա ապստամբում էինք ու չէինք ուզում, մեզնից պոկվեց թե Նախիջևանը, պոկվեց հետո Արցախը, հետո Ուտիքը, Քարվաճարը ամենաուշը պոկվեց, տվեցին իրանց, բայց խորը գիտակցություն չունենք, հլը ենթադրենք մենք ավելի շուտ էինք միանում, Աստված գիտի էլի, այդ ժամանակ կարող է Ադրբեջանը չստեղծվեր ամբողջը մեզ տային, որ միանում էինք դեռ, նույն այսօր նույն ձևի այս վիճակն է կատարվում, որ էլի չենք իմանում, սա խառնում են իրար, տարբեր ուղղությունները, որ էլի մենք տուժում ենք, տուժելու ենք, մինչև մայր տուժում ենք,
եւ մի շող դուրս է գալիս թշնամի։ Եվ դրա համար պետք է միշտ մեր հայացքներն ու հոգին ու սիրտը ի Քրիստոս լինի։ Ինքը թողան, Տեր քո կամքը լինի, որը կամենում ես։ Եթե էլի հինը նայում ենք, տեսնում ենք, որ տեսեք, այդ չար պետությունը ստեղծեց խոսքի անաստվածության, բայց այս փոքր մասը, որ մնար, չկործանվեր, պահեց Աստված։ Չարի միջոցով է կարող է պահում։ Աստծո ձեռքն է, մենք չգիտենք որն է, դրա համար իրան պետք է միշտ խնդրենք։ Եթե որտեղ չմնանք, այդ ժամանակ հաստատ վերացած ենք լինելու, էլի չգիտենք։ Միշտ ասում ենք, Տեր, ամեն ինչի համար փառք ես, ամեն բաների համար փառք ես, թեկուզ ծեծ ենք ուտում, թեկուզ սպանվում ենք, թեկուզ նահատակվում ենք, բայց լինենք միշտ քոնը հավատարիմ քեզ։ Եվ իփառս Աստծո, ինձ թվում է մեր ազգի մեջ այդ նահատակությունները, որ այդքան եղել են, նաև կլինեն շատ ի Քրիստոս ննջած ու նահատակված։ Թեկուզ այդ եղեռնի ջարդերին եւ տարբեր։ Անկամ եթե այդ նահատակության ժամերին են դեպի Քրիստոս գծվել, Աստված իրանց ներելու է։ Եվ ոչ միայն իրանց։ Քան այս տարիների օրինակ ես միշտ աղոթք եմ անում ամեն օր, նաև հոգեհանգստության աղոթքները, նաև այն երեխաների համար եմ խնդրում, որ ես վերջի տարիներին, թե Սիրիայում, թե Գազայում, թե Պարսկաստանում, այդ մանր երեխաները, որ սպանվեցին։ Որտեղ եթե մի փոքր մարդ ես, ոնց կարաս չցավես դրա համար։ Մարդ այն ժամանակ կամ մարդ, երբ որ դիմացինի ցավը զգում է։ Հետաքրքիր խոսք է, չի ասում, եթե ցավ ես զգում, ուրեմն ողջ ես դեռ, եթե մի ցավ ունես։ Բայց եթե ուրիշի ցավն ես զգում, մարդ ես։ Եթե բան տեղ չես դնում ոչ մեկին, անգամ այդ մարդ կոչվելու իրանքներ չունի։ Եվ մեծ մասը աշխարհի այդ մարդ կոչվելու իրանքներ չունեն։ Չակերտավոր մարդիկ են, իբր մարդ են, նաև մեր երկրում այդ բազմաթիվները կան, իշխանություններից սկսած, առաջատորից սկսած, վերջացրած, անգամ մինչև մուրացիկ կյանք ունեցողների։ Եվ դրա համար երանի թե լինենք այն 12 քարերի նման, որոնք բարձրացվեցին, դրեցին խորանների վրա, որպեսզի տապանակը դրվեր, լինենք այն քարերի նման, որ եկեղեցու խորանը պես ծառա լինենք, որպեսզի Տիրոջ մարմինն ու արյունը պարգևենք։ Թող միշտ խնդրենք Քրիստոսից, Քրիստոսի հարությամբ, մեզ սուրբ հարություն մեզ պարգևի, որպեսզի արժանանանք Տիրոջ արքայությանը, միշտ մասնակից լինենք եւ դրա համար հոգով ուրախ կլինենք միշտ, երբ որ միշտ Տիրոջն ենք տեսնում, Սուրբ Հոգուց ենք բռնվում, Հայր Աստծուն փառավորում, Սուրբ Երդությանը, ամեն։